չի անցել ընտրությունները, մինչև վերջնական արդյունքները չհնչեցվեն, բայց այստեղ երկակի մի իրավիճակ է ստեղծվել, երբ որ ըստ էության ունենք մի իրավիճակ, երբ որ, նույն սկսած այդ հաշվարկի process-ից, որին մենք հետևում էինք, խոսքը գնում է ԿԸ-ի կողմից հաշվարկը, որ արվում էր, վերջացրած այն ճակերտներում անճշտությունները, որոնք կարծես թե զանգվածային բնույթ են կրում, եւ այստեղ գրեթե բոլոր անդիմադիր կուսակցությունները, որոնք մասնակցում էին ընտրության, բացառությամբ իհարկե նեոնիկոլական կամ այտենց իրենց սատելիտ կուսակցությունների, որոնք ըստ էության ոչ մի բանով չեն տարբերվում այս իշխող կուսակցությունից, բոլորը ըստ էության ամեն մեկը իր ամասով այնպիսի խայտառակ իրավիճակի են առնչվել, որ իրենց ձայները կամ չեն հաշվարկվել, կամ հաշվարկվել են օրինակ թերթիկներում վերջնական, բայց ԿԸ-ում չեն արտացոլվել, ինչը գիտեք վերագրվում է նրա վրա, որ մարդիկ, ովքեր պետքա համակարգչի մեջ մտցնեն այդ թվերը, հոգնած էին ու տենց մի քիչ հոգնած էին։ Ես հասկանում եմ, որ կարևորագույն տրենդը, որը այսօր իշխանությունը գեներացնում է, դա մարդկանց հիմարի տեղ դնել եւ ակնհայտ ապուշություն դուրս տալ այն խայտառակության ներքո, որը մենք այսօր տեսնում ենք, բայց այնուամենայնիվ կարող եմ ասել, որ այս ընտրությունները բացի իրենց խայտառակ, ռետորաբանությամբ, այդ խուլիգանությամբ, խուժանությամբ, առերևույթ սրիկայությամբ, խոսքը գնում է այն ընտանիք մտնել, չգիտեմ, մարդկանց սպառնալ, բռնել եւ այլն, ակնհայտ ցույց են տալիս, որ յուրաքանչյուր դեպքում այս process-ը ինքը ամրություն չունի արդեն իսկ։ Այլ խոսք հետո ինչ process-ներ են լինելու, խորհրդարան մտնել, չմտնել եւ այլն, բայց այսօր ունենք մի իրավիճակ, դրա վրա է ուզում ուշադրություն դարձնել, որովհետեւ հիմա շատ է, չէ՞, խոսում մտնել խորհրդարան, թե չմտնել։ Տեսեք, երեք իրավիճակ համար 1, երկու ընդդիմադիր ուժ մտնում են խորհրդարան, վերցնում են մանդատները, այդ պարագայում իշխանությունը ստանում է բացարձակ մեծամասնություն ու ըստ էության միգուցե տենում են գրոտեսկային 2021 թվականին ձևավորված պարլամենտի պատկերը, միգուցե։ Երկրորդ տարբերակը մտնում են 3 ուժ, Բարգավաճը իր հետ, այդ պարագայում իշխանությունը չի ստանում սահմանադրական մեծամասնություն եւ ըստ էության այն գործառույթը, որի համար իրենք պայմանական Հայաստանում գործում են, այսինքն խոսքը գնում է Թուրքիա, Ադրբեջանի ուղիղ հրահանգների մասով սահմանադրության փոփոխություն, Հայաստանի տարածքների հանձնում, այդ ամեն ինչ պետք է անցնի, չէ՞, ազգային ժողովով, դա արդեն ըստ էության չի ստացվում եւ այստեղ ունենում ենք խորագույն քաղաքական ճգնաժամ, որը հենց իշխանությունն է ըստ էության գեներացնելու։ Ասեմ միանգամից խորագույն քաղաքական ճգնաժամ ենք յուրաքանչյուր տարբերակում ենք ունենալու եւ այստեղ պարզապես երանգների պահն է, ինչ խորությամբ, ինչ ուղղությամբ եւ այլն։ Ենթադրենք չեն մտնում 3 հիմնական ձայներ հավաքած կուսակցությունները։ Այդ պարագայում ես ավելի քան համոզված եմ ՍԴՆ-ն է իրենց գրպանում, ամեն ինչն է իրենց գրպանում, ինչ-որ մի տարբերակ կգտնեն, օրինակ այլ քաղաքական ուժերին հերթականությամբ կբերեն են շնորհա չգիտեմ, մի խոսքով իրենց սատելիտներին, իրենց սատարող ուժերին կբերեն, այս պարագայում այո, ֆորմալ առումով լեգիտիմ չի, բայց դե յուրե լեգիտիմ է ստացվում պարլամենտը, այսինքն 3 տարբերակն էլ, բացի այն տարբերակից, որ 2 ուժերն են մտնում եւ ըստ էության սահմանադրական մեծամասնություն է, այն 2 տարբերակն էլ իրենք ունեն թե իրենց առավելությունները, թե իրենց ռիսկերը, այստեղ շատ կարեւոր է շատ ճիշտ հաշվարկել, բայց ֆիքսում ենք հետեւյալը. իշխանությունը այլևս չունի բնակչության, Հայաստանի Հանրապետության ընտրողների բացարձակ մեծամասնության կամ նույնիսկ հասարակ մեծամասնության սատարումը։ Երկրորդը, Հայաստանի Հանրապետության բնակչության բացարձակ մեծամասնությունը դիտարկում է այս իշխանությունը որպես վտանգ Հայաստանի Հանրապետությանը։ Այլ խոսք, որ ինչ-որ մի զանգված կա, որ ասում է դե հիմա վտանգա, ավելա վտանգ լինի, բայց չլինի պատերազմ, այն պարագայում, որ այս քաղաքականությունը իշխանությանը բերում է պատերազմի, բերում է արհավիրքների։ Այսինքն այստեղ մենք ունենք խորը հասարակական հոգեբանական ճգնաժամի էլ որոշ սեգմենտի մոտ մարդկանց դրսևորումներ։ Այն որ
թող ոչ ոք հույս չունենա, որ հանգիստ, ասենց ինչ որ հա բոլորը տենց գլուխները կասեն, դե լավ, թող Հայաստանը դառնա արևմտյան Ադրբեջան, տենց բան չի լինի, որովհետև ըստ էության մարդիկ հասկանում են, ընդդիմությանը հաջողվեց կարևորագույն մեսիջ ուղարկել, որ այս մարդիկ կոլոբրանտ են եւ ձևավորում են Հայաստանի տեղ արևմտյան Ադրբեջան կամ այլ կերպ ասած 4-րդ հանրապետություն։ Տեսեք, մինչև վերցնել չվերցնելը, մենք հələ որ դրա մասին չենք խոսում, մենք գնում ենք ամենք վեի հետևից։ Մեզ վստահած մարդու ամեն ձենը մենք տեր ենք։ Մենք մեր առջև առայժմ չենք դրել, հավատացնում եմ ձեզ անկեղծ եմ ասում, նույնիսկ քննարկում չի եղել, մտնենք, չմտնենք, հələ սպասեք մի հատ մարդկանց այդ գողացած կամ չգիտեմ, փոշիացած համաձայն իրանց ասելով խոսույթի ավելի ջուր, ձայների տեր մենք ինչ ենք լինելու։ Մնացածը ես ձեզ ասացի իրավիճակը ոնց է, եթե բարգավաճը մտնում, ապա այդ պարագայում պարլամենտը ըստ էության չի ստանում իշխանությունը սահմանադրական մեծամասնություն եւ բազմաթիվ հակապետական, հակահայկական ապազգային օրենքները ուղղակի չի կարողանում ընդունել։ Նաև այս օրերին խոսում են Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ ՔՊ-ի հնարավոր համագործակցության մասին։ Թույլ տվեք օգտագործելով եթերը կրկնեմ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամլոխոսնակ Իվետ Ատոնոյանի խոսքերը, որ ով արտաբերում է այդ մտքերը, ով գեներացնում է այդ մտքերը, դա սրիկայություն է, ուղիղ, ասում եմ, դա սուտ է, դա նենգություն է, դա հատուկ պատվեր է եւ ըստ էության իշխանությունը հիմա խնդիր ունի վարկաբեկել նաեւ մեզ։ Ժորժ ջան, չհավատակ, ասեմ ավելին, բոլոր այդ հայտարարությունների հետևից գնալու ենք, եթե շարունակական բնույթ եղավ, մտցնելու ենք դատարաններ։ Սուտա եւս մեկ անգամ, սուտա եւ մեկ անգամ սուտա նենք սրիկայությունը։